Պարոն Արուշանյան, ո՞նց եք։ Դեկտեմբերի 7-ին յուրաքանչյուր գյումրեցի ո՞նց է լինում, մատահող։ Ինչի թույլ չտվեցիք մարդիկ այս ապրումները իրենց ընտանիքներում լուր խոր տանեն, ինչի խանգարեցիք ձեր քաղաքական աղմուկով։ Քաղաքական աղմուկ դուք եք անում դրագրում։ Կարելի է դուռը բացել եկեղեցու եւ տանտիրոջը կալանավորել են ու փակել էին ձեր առաջ։ Ամբողջովին ոստիկանական եւ ԱԱԾ-ի մեքենաները նահասուրբ ամենափնչում այս պահին պատարակ է եւ օծյալ քահանաները, կարգալույց չարված քահանաները եւ Շիրակի մյուս եկեղեցիներում օրինական, եկեղեցական, կանոնական ծես են մատուցում, ծես են իրականացնում, իսկ ահա ոստիկանական հսկողությամբ եւ ներսում սնվող ԱԱԾ-ականների եւ այսպես ՔՊ-ականների Արշավով, խնդրեմ, սա ամենապոպուլյար ՔՊ-ականներից է, ճաշի վրա չխանգարենք, բեմադրված պատարակ են անում մի եկեղեցում, Սուրբ Յոթվերգ եկեղեցում, որը փակել էին քահանաները Նիկոլ Փաշինյանի առաջ, խլոնվելով, կապարակնքելով, մակագրելով, որ իրենք թույլ չեն տալիս եւ իրենք դեմ են իրենց առաջ դրված պայմաններ վախնդրի պետական համարներով մեքենաներ որպեսզի ծես իրականացնեն։ Գյումրեցիները ընդհանրապես տներից դուրս չեն գալիս։ Երևանից Բերովի շրջիկ քահանաներով կամ չգիտեմ որտեղից բերված շրջիկ քահանան հավատավորներով Փաշինյանը պիտի իր քաղաքական ծեսն ԱԱԾ-ի մեքենաները իր ծեսնանի ու հեռանա տարածքից իր քաղաքական PR-ը համարելով ավարտված այսօրվա հատվածում խնդրեմ ամբողջ քաղաքի հրապարակը ագրեսիվ եռուզեռի մեջ է ամբողջովին ուժայիններ են բոլոր մուտքերի մոտ ԱԱԾ-ականներ եւ ոստիկաններ, օբյեկտների մուտքերի մոտ իդեպ, խնդրեմ, ոստիկանական մեքենան, խնդրեմ, ամբողջովին փակված է, խնդրեմ, բոլոր մուտքերի մոտ հսկվում են, սպասում է Նիկոլ Փաշինյանին։